Գին Նժդեհն իր մահկանացուն կնքեց Վլադիմիրի բանտում 1955 թվականի դեկտեմբերի 21-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, որը հետևանք էր ազատազրկման դաժան պայմանների։ Շրջանառվում է նաև վարկած, համաձայն որի Գարեգին Նժդեհի հետագա գոյությունն իրականում գլխացավանք էր խորհրդային իշխանությունների համար։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, նրա եղբայրը Լևոն Տեր-Հարությունյանը Երևանից շտապ մեկնեց Վլադիմիր։ Նրան հանձնվեցին եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը ոչ։ Թույլ չտրվեց նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարեց եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տվեց ու տախտակի վրա ռուսերեն պատվիրեց գրել. Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի 1886-1955 Իր մահից տասնամյակներ անց միայն 1992 թվականի մարտի 30-ին Նժդեհը Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքն անշուշտ երբևէ չուներ։ Նժդեհի ձերբակալությունից հետո 1945 թվականի գարնանը նրա ընտանիքի անդամները Սոֆիայից աքսորվեցին Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։ Առաջինը մահացավ Էփիմեի մայրը, ապա 1958-ին նաև Էփիմեն ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանց որդին փոքրիկ Սուքիաս Վրեժը մնաց բառացիորեն անտեր, չունենալով ոչ տանիք, ոչ էլ հնարավորություն ուսումը շարունակելու, բայց նա իր ողջ կյանքի ընթացքում հպարտորեն կրում էր իր անցանկալի հայրանունը։ Նա մահացավ Բուլղարիայում 1997 թվականին։ Սոցիալիստական Բուլղարիայի իշխանությունները նրան միշտ հալածեցին և երբևէ թույլ չտվեցին հատել երկրի սահմանները։ Գոհար Մելիք Դադայանն ու Գարեգին Նժդեհն այլևս երբեք չտեսնվեցին։ Նրանց դստերը Լիլիային, Պակի աշխատակիցները համոզել էին, որ հայրն առոք-փառոք ապրում է Արևմուտքում և բացարձակապես հոգ չի տանում իր զավակի մասին։ Հովհաննես Դևեջյանին 1955-ի օգոստոսին ժամկետից շուտ շնորհվեց ազատություն։ Նա մեկնեց Արգենտինա, ուր գտնվում էր նրա ընտանիքը։ Հովհաննես Դևեջյանը մահացավ Բուենոս Այրեսում 1978 թվականին 85 տարեկանում։ 1970-ին նույն Արգենտինայում Արմեն Սևան գրական կեղծանվան տակ Դևեջյանը հրապարակեց իր հուշերը Գարեգին Նժդեհի մասին։